Հրոշակագործության հանդեպ սերը Արմինե Բադալյանին ստիպեց այն վերածել պրոֆեսիոնալ աշխատանքի։ Կրթվել է նորաձև շարժման հանդիպումներից մեկի ժամանակ նա դիմեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին, ներկայացնելով հրոշակագործության դասընթացների մասնակցելու ցանկություն։ Շատ սիրել եմ այս մասնագիտությունը, շատ։ Ուզել եմ, որ միշտ կարողանամ թխեմ, տան պայմաններում սկսել եմ աշխատել։ Դիմեցի «Իմ քայլը» հիմնադրամին, որպեսզի ինձ օգնեն այս հարցով կարողանամ առաջ գնամ մասնագիտորեն, ունենամ իմ փոքրիկ արտադրամասը։ Մենք շատ արագ ընդառաջեցինք, որտեղ մեր բոլոր ծրագրերի հիմքում կրթական բաղադրիչն է, մի բան սովորելն է, որպեսզի ավելի զարգացած գիտելիքներով, հմտություններով օգտագործենք այդպես սովորածը մեր կյանքի մեջ։ «Իմ քայլը» հիմնադրամի այս նախաձեռնությունը հրոշակագործության դասընթացը սկսվել է դեկտեմբերի 5-ին։ Այն իրականացվում է ԼԱԿ-ի հրոշակագործության ակադեմիայի հետ համատեղ։ Դասընթացին մասնակցելու պահանջարկը շատ մեծ էր։ 40 կին տարբեր մարզերից հասցրել էին առաջինը լրացնել դասընթացին մասնակցելու հայտադիմումը։ Փորձեցինք գտնել պրոֆեսիոնալ, լավ դասընթացավարներ կամ գետրոն, որ հրոշակագործության դասընթացներ կտա, եւ կապվեցինք լիգայի հետ, ԼԱԿ-ի գազագերբության հետ, երբ դասընթացը ներկայացրեցին, մենք նույնիսկ ոգևորվեցանք եւ որոշեցինք հայտ բանալ եւ առիթ տալ ուրիշ մասնակիցների նաեւ։ Մի օր չանցած արդեն 250 թիմորդ ունեինք դասընթացի, ստիպվեցանք հայտերը փակել եւ ընտրեցինք առաջին 40-ը։ Դասընթացն ընդգրկում է 81 օնլայն տեսադաս, միջանկյալ օֆլայն վարպետաց դաս, տնային առաջադրանքներ, կապի քննարկումների համար Telegram կրթական հարթակ։ Տևողությունը 3 ամիս է, դասընթացը կավարտվի մարտին, մասնակիցները քննություն կհանձնեն, կստանան ԿԳՄՍ նախարարությունից լիցենզավորված սերտիֆիկատներ։ Հիմնադրամը մոտիվացված էր մեծաքանակ ուսանողների կրթության հարցում, եւ քանի որ վերջերս օնլայն ֆորմատը շատ ակտուալ է դարձել, եւ ինչպես տեսնում եք, մենք այսօր ունենք օֆլայն մաստեր կլաս, այսինքն հիբրիդ ձևով են անցնում մեր դասընթացները։ Որոշեցինք տալ հնարավորություն այն բոլոր ուսանողներին, ովքեր իրենք կառաջադրեն։ Ամբողջական ծրագիրը հնարավորինս խտացրեցինք, որպեսզի մաքսիմալ արդյունք ունենանք եւ ուսանողները ստանան այն ամեն ինչը որ մնացած շուկայում իրենց կդարձնի ավելի կոմպետենտ, ավելի մրցունակ։ Մասնակիցներն անցան տորթի հարթեցման թեմայով վարպետաց դաս։ Այս տեխնիկան համարվում է հրոշակագործության ամենախնդրահարույց փուլերից մեկը, քանի որ սովորողները հաճախ ունենում են բազմաթիվ հարցեր ճիշտ գործիքների, տեխնիկայի եւ աշխատանքային ընթացքի վերաբերյալ։ Այդ պատճառով գործնական հանդիպումը նախատեսվել էր որպես առաջին մոդուլի ամփոփում, սովորած հմտությունների ամրապնդում եւ երկրորդ փուլի մեկնարկ կենթանի շփման միջոցով։ Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից տեսնում եմ հրոշակագործություն, տեսնում եմ լիկային ու ես որոշում եմ, որ ուզում եմ այդ մասնագիտությունը ունենամ։ Հիմա ինչպես կօգտագործեմ, ժամանակը ցույց կտա, նպատակ իհարկե ունեմ, որ սեփական բիզնես ունենամ։ Ուրախ ենք մասնագետների արձագանքից, որ շատ օգտակար էր դասընթացը եւ իրենց ստացած գիտելիքները, հմտությունները ուղղակի պրոֆեսիոնալ, նույնիսկ շեֆ խոհարարի պես պիտի կարենան օգտագործել ապակայում։ Խնդրանքս էր բոլոր մասնագետներին, որ ավելի լուրջ հետևեն, բարտաճանաչ լինեն, որովհետև որոշումը շատ արագ արնվեցավ եւ Իմ քայլի հիմնադրամը հաստատված ծրագիրների մեջ չուներ այս ծրագիրը, բայց ընդառաջեց շահառուների ցանկության եւ իրականացրեց ծրագիրը։ Դասընթացի գործնական հանդիպմանը մասնակիցներին հանձնվեցին «Իմ քայլը» հիմնադրամի նվեր-փաթեթներ, խոհանոցային պարագաներ եւ գործիքներ հրոշակագործության մեջ ամենօրյա կիրառման համար։ Մայա Խաչատրյան, Արման Թովմասյան, Լուրեր։